Դեղստան թեստեն։ Անդեղից կապ։ Մատղաշ ծառերը 100-100 կապ են արել Հայանտարի Մարգահովիտի տնկարանում, այստեղ բերել նաև խնձորուտի անտարպետությունում աճեցրածը։ Այս տարի լոռեցիներն են բաշխում երկրի գյուղ-քաղաքների գարնանային ծառատունկի շիվերը։ Հերթական մեքենան են բեռնում, եկել են Արագածոտնի Ծաղկահովիտից։ Տանենք խոշորացված համայնքի գյուղերին, 10 գյուղերի համար բաժանենք, որ տնկեն եւ գյուղերը զարգացնեն, օդը մաքրեն, կիսլարոդը լավ լինի։ Տնկիներն անվճար տրամադրում են Երևանից ստացած ցուցակի համաձայն համայնքները նախապես են Հայանտարին ներկայացրել։ Ինչ տեսակի քանի ծառ են ուզում։ Մոտ 300 համայնք են հայտ ներկայացրել տնկանյութ ստանալու։ Այս տարի մեր տնկանյութի տեսականին 3 տեսակ ծառից է բաղկացած՝ թխկի, հացենի եւ ձիակասկ։ Ձիակասկը չէ, հացենին ու թխկին լավ կլինեն իրենց մարզի, դպրոցների բակի, ճամփեզրերի ու գերեզմանոց տանող երթուղու կանաչապատման համար։ Ապրանքը ստացան, գնացին Հայանտարի օրվա հյուրերը։ Մասնագետներն ասում են 40 սանտիմետրից բարձր հասակով 3-4 տարեկան այս շիվերը անտառում դժվար կհարմարվեին։ Վայրի բնություն փոքրերին են տանում։ Խնամելու դեպքում դրանք լավ աճ կունենան այգի պուրակներում, հուշահամալիրներում։ Այդ պատճառով էլ Հայանտարը հատկացրել է համայնքների կանաչապատման ծրագրին։ Միակ պայմանը, որ դրանք ցանեն, ռոռոքելի հատվածներում ու պարբերաբար ջրեն, չչորանան։ Պատրաստ էին մինչև 70,000 հատ հասուն տնկի բաշխել, բայց այդքան պահանջարկ չի եղել։ Մարզերից օրինակ Տավուշի ոչ մի բնակավայրից ոչ մի ծառ չեն ուզել, ասում է ՊՕԱԿ-ի փոխտնօրենը։ Այս տարի նախատեսված է շուրջ 26,000 տնկի ըստ համայնքների պահանջի տրամադրել իրենց, որպեսզի կազմակերպեն ծառատնկման աշխատանքները իրենց իսկ տարածքներում։ Այնինչ պետք է անտառ տանեն ծառատունկի սերմից ծլել, բջիջներում դեռ պետք է մի քիչ մեծանա։ Հրազդանի միայն մի տնկարանում աշխատակիցները միանգամից 180,000 հատ սոճի են աճեցրել։ Որոշ քանակ արդեն դուրս է բերվել բաց երկնքի տակ եղանակին հարմարվելու։ Մոլախոտի տեղ չդնեք, մեծ ծառեր են դառնալու։ Սածիլներն ամանավորում են Հայանտարի կանայք։ Սրանք առանձնացնում են։ Ինչ ծառատեսակ է սա։ Սա բիրեզա։ Երբ կգնա անտառ։ Այս տարի աշնանը։ Գործն ավարտեն, հողի վրա բարակ շերտով սպիտակ պեռլիտ կցանեն։ Հրաբխային այդ ապարը պարզվում է ջրելուց հետո լավ պահում է բույսին անհրաժեշտ խոնավությունը։ Հերմինե Բաղդասարյան, Սերինե Սերոփյան, Թերեզա Հայրապետյան եւ Արտակ Գևորգյան լուրեր։